Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ եւ որոշ ԿՊԱ-ականների հակաեկեղեցական արշավը շարունակվում է ալեկոծել նաեւ ՔՊ-ն։ ԱԺ խմբակցության մեծ մասը համաձայն չէ եկեղեցու դեմ իրականացվող քայլերին, սակայն չի համարձակվում այդ մասին խոսել հրապարակային։ Մի քանիսի հետ մասնավոր զրույցներից պարզել են, որ Փաշինյանը հոգևոր դասի նկատմամբ իր վերաբերմունքն արդարացնելու համար թիմում մի վարկած է շրջանառության մեջ դրել, որ Ռուսաստանը հայ առաքելական եկեղեցուն իշխանությունների դեմ պայքարելու հրահանգ է իջեցրել անցած տարի Բագրատ Գալստանյանի միջոցով, հիմա Մայրաթորի։ Իբրև թե եկեղեցու սպասավորներից շատերը պետք է հակաիշխանական հայտարարություններով հանդես գան, ուստի ինքն այս ամենը անում է եկեղեցու դիմադրությունը կոտրելու, եկեղեցու սպասավորների վախը բռնելու համար։ Իհարկե, մի քանի երդվյալ ուսապարկեր հավատացել են այս հեքիաթին, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական կռուտիտն է, ասենք հո չէին ասելու, որ Ադրբեջանը թիրախավորել է հայ առաքելական եկեղեցին, մենք էլ նրանց հրահանգով հարվածում ենք, ուստի շատերը դեռևս լռում են, քանի որ դեռ շեֆից ուղիղ հրահանգ չեն ստացել միանալու կեղտոտ արշավին։